Ողջույն և բարիքալուստ հայ-հայ։ Եթե ուզում եք այս ամռանը զարգացնել անգլերենի ձեր հմտությունները հաճելի և արդյունավետ ձևով, ապա ֆիլմերի դիտումը լավագույն միջոցներից է դրա համար։ Մեր թիմն այսօր պատրաստել է տարբեր ֆիլմերի շարք, որոնք կլցնեն ձեր ամառային առօրյան և կօգնեն հաճելին համատեղել օգտակարի հետ։ Խորհուրդ ենք տալիս վիդեոն դիտել մինչև վերջ, որ ծանոթանաք ամբողջական շարքին և ընտրեք այն տարբերակը կամ տարբերակները, որոնք ձեզ հարմար կլինեն կամ էլ կհետաքրքրեն։ Ձեր իսկ հարմարության համար մենք ներկայացնում ենք նաև անգլերենի մակարդակները տվյալ ֆիլմերի համար, սակայն հորդորում ենք չկենտրոնանալ մակարդակի վրա, այլ առաջնորդվել ըստ հետաքրքրության։ Դե ինչ, եկեք սկսենք։ Եվ այսպես, առաջին ֆիլմը The Pursuit of Happiness։ Այս ֆիլմը մի մոտիվացնող իրական պատմության մասին է։ Այն հարմար է B2 մակարդակի ուսանողների համար։ Ֆիլմում օգտագործվում է խոսակցական ամերիկյան անգլերեն, ինչը կօգնի սովորել նոր արտահայտություններ և փառակապակցություններ։ Եթե արդեն ծանոթ եք սյուժեին, ավելի հեշտ կլինի հետևել ու հասկանալ։ Այն հատկապես լավ է լսողական հմտությունները զարգացնելու համար։ Ֆիլմը հաճելի է դիտել ընկերների հետ, որից հետո կարող եք քննարկում անել միասին։ Իհարկե, անգլերենով։ Եվ այսպես, հաջորդ ֆիլմը Paddington։ Այս ջերմ և ընտանեկան ֆիլմը հարմար է A2-ից B1 մակարդակների համար։ Այն առանձնանում է պարզ և դանդաղ բրիտանական արտասանությամբ, ինչը շատ օգտակար է անգլերենի ուսումնասիրման համար։ Տեսարանները վիզուալ առումով հագեցած են, այսինքն հեշտ է ենթադրել իմաստը, երբ ինչ-որ բառ չես հասկանում։ Շատ հարմար է դիտել նաև ընտանիքով կամ ընկերներով համատեղ ուսուցման համար։ Հումորի և գունեղ մթնոլորտի շնորհիվ հաճելին կհամատեղեք օգտակարի հետ։ Երրորդ ֆիլմը Մոանան է։ Այն հիանալի է A2-ից B1 մակարդակների համար։ Մուլտֆիլմում պարզ խոսք և երաժշտական հատվածներ կան, որոնք հեշտացնում են բառապաշարի յուրացումը, ինչպես նաև շատ երկխոսություններ կան առօրյա թեմաներով ու զգացմունքային կոնտեքստով։ Դե իսկ գեղեցիկ, էկզոտիկ միջավայրն ու արկածները կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կտեղափոխեն ամառային մի հրաշալի աշխարհ։ Չորրորդը Լուկան է։ Այս ֆիլմը նույնպես հարմար է A2-ից B1 մակարդակի համար։ Այն ներկայացնում է ամառային, ծովային արկածներ շատ պարզ և հասկանալի արտահայտություններով։ Ֆիլմը ոգեշնչում է կյանքի հանդեպ դրական մոտեցում ցուցաբերել և օգնում է սովորել նոր ու գործնական բառապաշար։ Դիտեք Լուկան, եթե ուզում եք պայծառ ամառային միջավայր, իտալական ծովափ, ընկերություն, արկածներ։ Եվ հաջորդ ֆիլմը Ջումանջին է։ Welcome to the Jungle։ Այս արկածային ֆիլմը հարմար է B1-ից B2 մակարդակների համար։ Այն լի է ժամանակակից խոսակցական արտահայտություններով, որոնք կօգնեն զարգացնել լսողական հմտությունները և սովորել առօրյա անգլերեն։ Արտահայտությունները կարճ են և հստակ, այսինքն հեշտ են հիշելու համար։ Ֆիլմի հերոսները տեսաերիզի խաղում հայտնված ընկերներ են, ովքեր պետք է խաղան և հաղթեն իրական աշխարհ վերադառնալու համար։ Վերցրեք պոպկորն, զանգեք ընկերներին ու սկսեք դիտել։ Եվ այսպիսով, սրանք էին այն 5 ֆիլմերը, որոնք կարող եք դիտել այս ամռանն անգլերենի հմտությունները զարգացնելու համար։ Ֆիլմերը դիտելիս կարող եք դուրս գրել ամենասիրելի արտահայտությունները, կրկնել դրանք և ուշադրություն դարձնել նոր բառապաշարին։ Մենք կսպասենք ձեզ մեկնաբանություններում, ուր կարող եք կիսվել ձեր սիրած ֆիլմերով կամ դիտումների փորձառությամբ։ Իսկ մեզ հետ մնալու համար բաժանորդագրվեք ալիքին և եթե հավանեցիք վիդեոն ու ընտրեցիք ֆիլմեր, սեղմեք լայք, որը կօգնի մեզ հասկանալ, թե որքանով էր ձեզ հետաքրքիր տեսանյութը և արժե արդյոք անել երկրորդ մաս։ Հա, մեկ էլ չմոռանաք այս հոլովակով կիսվել ձեր ընկերների հետ, որ իրենց ամառն էլ անցնի հետաքրքիր ու օգտակար։ Շնորհակալություն ուշադրության համար։ Սիրով, հայ հայ։